Բարի գիշեր ասեմ, թե բարի երեկո ասեմ, դեռինը չկա, հարգելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ, նոր դուրս եկա դատապարտյալների այս հիվանդանոց կոչվող քրեակատարողական հիմնարկից, տեսակցեցի պարոն Ստեփան Սամվելյանին եւ քանի որ առողջական վիճակը կրկին ահա որ մտահոգիչ էր, նաև ունեի հազանգ, որ գիշերը, հատկապես գիշերներն են նրա մոտ կտրուկ առողջական վիճակը վատանում։ Եկել եմ այս ժամին այստեղ եւ պահանջեցի, որպեսզի բուժքույրը հենց իմ աչքի առջև նրան ճնշումը չափի, որովհետև շատ է դժգոհում եւ կրծքավանդակի ցավերից եւ բարձր ճնշումից, ասեց կապտոպրիլ եւ նիֆիլիպին է օգտագործել եւ այդ դեղերի օգտագործման ներքո նրա ճնշումը 180 էր, փաստորեն այդ դեղերը, որը բարձր ինչ որ դոզաներով դեղեր է օգտագործել, նույնիսկ այդ դեղերը չեն կարողանում նրա այդ ճնշումը կարգավորել եւ առ այսօր պարոն Սամվելյանը չի ստացել այն անհրաժեշտ բուժօգնությունը, որը ցույցում է տրված բժիշկների կողմից, որ մշտական պետք է նրան հետևեն սրտաբանները, նեֆրոլոգը եւ էնդոկրինոլոգը եւ նրա մոտ ախտորոշված այդ 5-րդ աստիճանի երիկամային անբավարարությունը եւ նաեւ սրտի անբավարարությունը մշտապես նման բժիշկների վերահսկողություն է պահանջում։ Այս հիվանդանոցում, որտեղ ես հիմա գտնվում եմ, այսպես կոչված հիվանդանոցում, որը միաժամանակ ըստ պաշտոնական տվյալների հիվանդանոց է, բայց միջազգային կառույցների զեկույցների նաև կառավարության որոշման հիվանդանոցի նշումներին չի համապատասխանում, այսինքն հիվանդանոցային պայմաններին չի համապատասխանում եւ պետք է շուտապույտ փակվի, այստեղ փաստացի գոյություն չունի ոչ նեֆրոլոգ, ոչ սրտաբան, ոչ էլ էնդոկրինոլոգ։ Այսինքն այս բժիշկները այստեղ չկան, պարոն Սամվելյանը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, մի հատ դատավոր կա, Վահագն Մելիքյան, այս դատավորը 3 ամսով երկարաձգել է ժամկետը կալանքի, ուրեմն կալանքի որոշումը ինձ առաքվել է փոստային ծառայության միջոցով, կալանքի որոշումը չի տրվել անմիջապես ինձ արձերն դատական նիստի ժամանակ, այլ առաքվել է փոստային ծառայության միջոցով միայն 3, ես միայն 3 եմ ստացել այդ որոշումը, եւ որոշման մեջ ընդհանրապես անդրադարձ չկա այն ծանր հիվանդություններին, որոնցով տառապում է պարոն Սամվելյանը։ Ուրեմն պարոն Սամվելյանի խայտառակ այստեղ էս խուծ նկարագրությունը, ուղղակի դա խայտառակություն է։ Պատկերացնում եք, եթե հիվանդասենյակ է, ապա հիվանդասենյակը պետք է ունենա համապատասխան պայմաններ, գոյություն չունեն ոչ մի պայմաններ, գոյություն չունի բժշկական վերահսկողություն, այդ բժշկական վերահսկողությունը նման ծանր ռեանիմացիոն վերակենդանացման բաժանմունքի հիվանդի համար, այստեղ պարզը պայմանները գոյություն չունեն։ Ուղղակի խայտառակ վիճակ է եւ այդ դեղերը տրվելու պայմաններում թող բժիշկները մի հատ մտածեն, եթե տրվել էր 20 րոպե առաջ այդ նիֆիլիպին եւ կապտոպրիլը, ապա ինչու է ճնշումը շարունակում մնալ արձանագրվել բարձր 180, ասում է, որ վատացել է 2 անգամ գիշերը, ուշագնաց է եղել եւ ընկել է եւ իր խցակիցն է իրեն օգտնել, բարձացնել վերև եւ այդ ժամանակ բժշկական էլի վերահսկողությունը բացակայել է։ Այսինքն այս խայտառակ պայմաններում ինքը ասեց խնդրում եմ հայտնեք, որ ինձ նույնպես ինչպես պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին սպանում էին, այդպես էլ ինձ են այստեղ սպանում։ Դա խնդրեց պարոն Սամվելյանը փոխանցեմ հանրությանը եւ բոլոր մտահոգ մարդկանց, ովքեր դեռ չեն մոռացել ինչ է մարդասիրությունը, ինչ է մարդկությունը, ինչ է ընդհանրապես մարդկային հարաբերությունները եւ ովքեր դատապարտում են մարդուն կտանքների ենթարկելը, բոլոր նրանց համար է այս եթերը, այսօրվա այս հրատապ շտապ եթերը, այս պայմաններում, այս
չգիտեմ, սա բուժ հաստատություն ասեմ, քրեակատարողական հիմնարկ ասեմ, թե կտանքների հաստատություն ասեմ, կտանքների հիմնարկ ասեմ, չգիտեմ ոնց բնութագրեմ։ Ուրեմն պատկերացրեք, այս դատավոր կոչեցյալը, այս Վահագն Մելիքյանը դատավոր է նա, հանուն Հայաստանի Հանրապետության դատական ակտեր է կայացնում, Հայաստանի Հանրապետության անունից է հանդես գալիս, եւ այս դատավորը իր դատական ակտում գրել է, որ ընդհանրապես այս հիվանդությունները դուք պատկերացնում եք, կառավարության որոշման սևը սպիտակով գրված է դատավոր Մելիքյան, կառավարության որոշման մեջ, որ պարոն Սամվելյանի հիվանդությունները, սրտի այդ հիվանդությունը, երիկամային անբավարարությունը անհամատեղելի է կալանքի հետ, ու դուք դա անտեսել եք, եւ էլի շարունակել եք այս մարդուն կալանքի տակ պահել, բացի այդ, որ կալանքի տակ եք պահում, կալանքի որոշումն էլ ինձ առաքում եք միայն 3, չեք նույնիսկ այդ որոշումը, որ պարտադիր է, անհապաղ պետք է իմ ձեռքը տայիք, որ ես կարողանայի բողոքարկեի։ Այդ ձեր անհիմն որոշումը, որտեղ բացակայում է նաև այն կարևոր պայմանը, որ մարդը հիվանդ է, չի կարելի այս մարդուն պահել այստեղ։ Ուրեմն պարոն Սամվելյանը հուլիսի 24-ից 2025 թվականի հուլիսի 24-ից մուտք է գործել քրեակատարողական հիմնարկ, Արմավիր քրեակատարողական հիմնարկ, որտեղ մնացել է ընդամենը 7 օր։ 7 օրից մնացած օրերը նրան տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Այս մարդը պատտվել է տարբեր հիվանդանոցներում, բայց հիմա, քանի էլի որ հիվանդանոցի կարիքը ունի այս մարդը, հիվանդանոցային պայմաններում բուժման կարիքը ունի, իրեն այցելել է նաև իր նախընտրած բժիշկը, իր նախընտրած բժիշկը նույն ցուցումն է տվել, որ պարտադիր այս կոնսուլտացիաները, այս բժշկական վերահսկողությունը պարտադիր է։ Այս քանի օր է անցել այդ պարտադիր պայմանները բավարարելու պահանջի ներկայացումից, քանի օր է անցել, քար լռություն, այսինքն նույն ձևի Սամվելյանը ենթարկվում է այդ նույն ձևի կտանքների, ինչ Արմեն Գրիգորյանը, ինչ հաց բերող, այսինքն սրա արդեն համակարգային, պատրաստված, նախապես ծրագրված գործառույթներ են, որը իրականացվում է այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունների կողմից։ Այսքանը կարող եմ ասել, հարգելի հայրենակիցներ, ես չգիտեմ ինչ անեմ, ուղղակի ես չեմ իմանում ինչ անել։ Դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դուք պատկերացնում եք մի ամսից ավել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին այս կառավարությունը մոլորեցնում է, խաբում է, անընդհատ ասելով, որ մենք բուժում ենք Սամվելյանին, սենց եք բուժում, այս ոնց եք բուժում, որ այս մարդու ճնշումը չի կարգավորվում, ճնշումը տալիս է իմացություն, որ չկա երիկամների անբավարարության պատճառով մարդը չի կարողանում հաղթահարի հիվանդությունը, այս ոնց եք դուք այս մարդուն բուժում, այդ ինչ եք կերակրում, ինչ դեղ եք տալիս, ով է բուժում, ուր են այդ բժիշկները, ուր են ցուցումները, պարոն Սամվելյանին անհրաժեշտ է անընդհատ պարբերաբար ստուգել կալիումը, ուր է ձեր տեղեկանքը կալիումի վերաբերյալ, որևիցե մի անգամ այստեղ այս կալիումը ստուգվել է այս մարդու համար, թե ոչ, այս մարդու կալիումի բաղադրությունը ստուգվել է, թե ոչ, ինչու չի ստուգվել, ի վերջո, դուք եք որոշել, որ անհրաժեշտ է անցկացնել դիալիզի սեանսներ, պաշտոնապես այդ մասին հայտնել եք գրավոր փաստաթղթով, որ պետք է անցկացնեն դիալիզի սեանսներ, տարել եք, տեղադրել եք ֆիստուլան տեղադրել եք, հիմա եթե դիալիզ չեք անցկացնում, ապա որն է դիալիզի փոխարինող բուժումը, հստակ գրված է ցուցման մեջ, որ պետք է երիկամա փոխարինող բուժում անցկացվի, այսինքն երիկամները չեն գործում, դրա փոխարենը պետք է տրամադրվի մարդուն, դուք հիմա այս մարդուն դանդաղորեն, փաստորեն սպանում եք, ինքն էլ ասեց հայտնի, որ ինձ այստեղ սպանում են, այսքանը հարգելի հայրենակիցներ, ես չգիտեմ էլ ինչ պետք է անեմ, ես ունեմ և Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ցուցումները, որտեղ հստակ գրված է ինչ է անհրաժեշտ, պարոն Սամվելյանին մշտական վերահսկողություն, նեֆրոլոգի, սրտաբանի և
էնդոկրինոլոգի կողմից։ Նույնը ես ունեմ նույն կարծիքը անկախ բժշկի կողմից, ով այցելեց պարոն Սամվելյանին եւ նույնպես տեսավ նրա վիճակը եւ նաեւ հերթապահ բժշկից որոշ չափով տեղեկություններ ստացավ իր ընդհանուր վիճակի մասին։ Հիմա ընդհանուր վիճակը սա է։ Գիշերները մարդը վատանում է, ուշագնաց է լինում, ես չգիտեմ որն է պատճառը։ Ոչ մեկ նրան բուժօգնություն չի տրամադրում, գիշերը ընկնում է, պատկերացնում եք, ուշագնաց է լինում, խցակիցն է, ինչ որ չափով օգնում, երբ գնում են քնում են կամ չգիտեմ ով է այստեղ հերթապահ կամ այնքան շատ են այստեղ հիվանդները, որ չեն հասնում մեկ բոլոր հիվանդներին տրամադրել բուժօգնություն, բացի այդ հստակ հրաման է տրված, հանգարց չտեղափոխեք հիվանդանոց, որովհետև հիվանդանոցում կստանա համապատասխան բուժօգնությունը եւ երկար կապրի։ Նենց արեք, որ երկար չապրի, ամեն ինչ արեք, որ այս մարդուն սպանեն։ Այսա է այսօրվա այս տրամադրվածությունը եւ սցենարը, որով առաջնորդվում է այս գործող իշխանությունը։